Georgian Bharat Senin bağlar şapak sürbi geçmeyasi İmay hayastan Ostan ezbrum ekbetuncan Dapsi koklar Măpăi tarivo kayutan Այս պահին գտնվում ենք Վարշապատ համայնքի Ձիածան գյուղում։ Գիտեք, այսօր խուլիգանություն է տեղի ունեցել մեր դիմակցի նկատմամբ, հիմա այդ մասին ամեն ինչի մասին կխոսենք, նաև կներկայացնենք մեր ծրագրեր, իրենք չեն կարողանալու մեր պլաններից շեղեն։ Մեր փաստաբանները զբաղվում են Հարությունյանով, բլոգերով եւ պետք է տեղեկացնեմ ուղղակի, որ ոստիկանությունը փաստացի թաքցնում է, թե որտեղ է բլոգեր Հարությունը։ Մենք հիմա փորձում ենք բացատրում ենք Էշմիածին ասում են արմավիրում է եւ մնացած ինֆորմացիաները չկան։ Հետևեք Այն անգամ եւս դուրներ, Hey, tell me. Ձեզ բարի ժամանցն է, ոտներս է բարի։ Մնացած արդեն դուք բարապտել կարթացեք, ծանոթացեք, Ինչ է եղան։ Այդ ախոր բանեք այդ։ Յուրո, լավ, էլի յուրո։ Յուրի։ Լավ, տոթոխ։ Յուրի քո։ Դու քեր քունա դե։
Գյուղի ռազալոգիա վերջը այ Ձեածան գյուղի արգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Հայ Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, այն ինչ որ տեսնում ենք սոցցանցերում մեր վրա կարված այդ գործերը, չգիտեմ մեզ աջակցողներին, որ իրենց լեզվով ասած պարկաստում են ասֆալտներին, ձեզ բոլորիդ կոչ ենք անում մի վախեցեք, մի վախեցեք մեր այդ շփումից, անպայման մասնակցեք ընտրություններին, որպեսզի փոխենք այս ամեն ինչը, որ մենք այսօր տեսնում ենք մեր աչքերով, որը որ մեզ բոլորիս համար անընդունելի է։ Հայ Հայաստան, համար 4, Հայ Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Ողջույն, Ծիածանի հարգելի բնակիչներ, մենք ներկայացնում ենք Մայր Հայաստան կուսակցությունը, վաղաշաբաթի ընտրություններին մասնակցում ենք թիվ 4 քվեաթերթիկի ներքո։ Այս իշխանությունները դուք արդեն տեսնում եք, գիտեք, որ իրենց բնորոշ ճղճին քայլերով հարձակվել են Մայր Հայաստանի դեմ, փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, փորձում են մարդկանց մոտ առաջացնել մի վիճակ, որ իրենց դեմ իբր խաղ չկա։ Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասում եմ, Նիկոլ Փաշինյան, նայի թե Սաակաշվիլին ինչ օրն է ընկել ու պատկերացրա, որ դա քեզ սպառնացող ճակատագիրն է։ Վրաստանում էլ Սաակաշվիլին խայտարակ բռնաճնշումների էր ենթարկում իր ընդդիմախոսներին, իսկ այսօր մենք բոլորս գիտենք, թե ինքը ինչ վիճակում է։ Նիկոլ Փաշինյանի պարագայում լավագույն դեպքում մենք կունենանք Տիխանովսկայայի ճակատագիրը, դա այն նախագահացուն էր Բելարուսի, որը նորից դրսի ուժերի կողմից օգտագործվում էր, հետո տեսան, որ չի օգտագործվում մինչև վերջ, չի ստացվում պլանը, փախցրեցին, իսկ հիմա դեն են շպրտել որպես օգտագործված գործիք։ Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ ինքը ոչ Սաակաշվիլուց է լավը, ոչ Տիխանովսկայից, բայց ինքը ամեն ինչ անում է, որ շատ վատ ճանապարհով գնա, այսինքն գնա Սաակաշվիլու ճանապարհով։ Դա իր ընտրած ուղին է, մենք ոչնչով չենք կարող օգնել։ Այս ընթացքում մենք արձանագրել ենք նաև վարչական ռեսուրսի խայտարակ կիրառում։ Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ ուսուցիչներին կանչում վախացնում են, ասում են ընդդիմության հետ հանդիպումների չգնաք, ասում են մեր տեխնացուին այդ հորը ուրացած, հոր ճանապարհը ուրացած տղային պետք է քվեարկեք եւ ուրացողների դաշինքին ձայն տակ, այսինքն դաշինք, որի մի կազում ասեց է արդեն տղան հոր անցած ճանապարհն է ուրացել, եղբայրն էլ Վազգեն Սարգսյանի անցած ճանապարհը։ Մեր համար անընդունելի է դա, մենք խայտարակություն ենք որակում այդ ամեն ինչը եւ Հայաստանում եթե մարդու իրավունքների հարցերով զբաղվողներ կան, իրենց ձայներն չենք լսում։ Նախկինում այս ամեն ինչի մի տոկոսը լիներ, հիմա իրենց համապատասխան վայրերը պատառոտել էին ու դժվարանալու էին դրանից հետո նստել, որովհետեւ ինչ-որ մի տեղը մռմռալու էր։ Բա հիմա ինչի ձեն չեք անում։ Բա միջազգային իրավապաշտպան կառույցները ուր են, ինչ են զուգ դարձել, բերանները ջուր են առել ու ծպտուն չեն անում, երբ որ ընդդիմության դեմ ճղճիկ հարձակումներ կան, երբ որ քրեական գործեր են կարում մեր տեխնացուների դեմ, երբ որ Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Կարապետյանի դեմ գործեր են կարում, բա ուր են ինչի ձեն չեն հանում, ինչի են
լրության մատնում են այդ ամեն ինչը։ Թե իրենց ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիրը կյանքի կոչի, իրենք էլ Հայաստանի հաշվին իրենց աշխարհաքաղաքական խնդիրները շահերը լուծեն առաջ տանեն։ Մենք շատ լավ տեղյակ ենք, իդեպ ասեմ, ինչու են մեր դեմ հարձակվում հենց, որովհետև մեր տեխնացուները հիմնականում հենց խոյ համայնքից են։ Իրենց հաշվարկը այն է եղել, որ խոյ համայնքի ձայները իրենց գրպանում է, այդ խոյ համայնքի ձայներով կկոմպենսացնեն Էջմիածնի իրենց չունեցած ձայները ու կվերարտադրվեն աթոռի վրա, սոսնձված կմնան։ Հիմա իրենց պլանները Մայր Հայաստանը խախտել է, իրենք շատ լավ գիտեն, որ Մայր Հայաստանը գաղափարական թիվ 1 ընդդիմախոսն է քաղաքացիական պայմանագրի եւ թուրքական 5-րդ Շարասյան այդ հանրապետություն կոչվածի, դրա համար էլ հարձակվել են Մայր Հայաստանի դեմ։ Հիմա Մայր Հայաստանը նաեւ ծրագրային առումով գլխավոր գաղափարական ընդդիմախոսն է այս իշխանությունների։ Մենք շատ լավ տեղյակ ենք, թե գյուղերում ինչ խնդիրներ կան, Էջմիածնում ինչ խնդիրներ կան։ Մենք շատ լավ գիտենք, թե ոնց են սրանք հարձակվել ջերմոցների վրա, տնամերձ ջերմոցների հետ կապված, արդեն նոր կառուցվելիքի հետ կապված, եղածների գործնեության հետ կապված, այնպիսի գներ են սահմանում, որ մարդիկ ուզում են իրենց ջերմոցները քանդեն, ոչ մի բանով չզբաղվեն։ Ամբողջ աշխարհում, նույնիսկ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում գյուղատնտեսությունը դոտացիոն է։ Այսինքն պետությունը անընդհատ աջակցություն է տալիս գյուղացուն, որպեսզի կարողանա տեղական արտադրությունը ունենալ, բանջարաբոստանային կուլտուրաներ եւ այլն, եւ մնալ իր հողին կպած։ Իրենք պարենային անվտանգություն են ապահովում։ Հիմա ինչ է անում այս իշխանությունը։ Գյուղացուն չի օգնում, դրա փոխարեն հարձակվում է գյուղացիների վրա։ Մայր Հայաստանի տեսակետը այն է, դիրքորոշումը այն է, որ մենք ջերմոցային տնտեսությունների հետ կապված ամենանվազագույն մինիմալ, շատ դեպքերում զրոյական չափ ենք պատկերացնում գումարների, որպեսզի նրանք, ովքեր նոր են ուզում կառուցել, պետք է նպաստել, որ իրենք կառուցել, որ իրենց տունը պահեն եւ երկիրներ պահեն իրենց արտադրանքով, եւ մյուս կողմից, եթե արդեն գործողները կան, ուրեմն մենք պետք է ելի նվազագույն գներ սահմանենք, որպեսզի ջերմոցային տնտեսությունները զարգանան։ Մայր Հայաստանի դիրքորոշումը հենց դա է։ Ու մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի գյուղացի արտադրանք տա, վաճառի, արտահանի, համ իրեն պահի, համ երկիրը պահի, համ երկիրը զարգացնի։ Այդ առումով մեր մոտեցումները կտրուկ տարբերվում են իրենց մոտեցումներից։ Դրա համար էլ հարձակվել են Մայր Հայաստանի դեմ, բայց Ժորժ ջան, պետք չի վախենալ վախեցածներից։ Իրենք են վախեցած ու փորձում են վախեցնել մեր ժողովրդին։ Դա չի ստացվելու։ Մենք որպես ընդդիմության դրոշակակիր, գաղափարական թիվ 1 ընդդիմախոս այս իշխանության ասում ենք, ձեր մոտ ոչինչ չի ստացվելու, մենք շարունակել ենք մեր պայքարը եւ քաղաքացիներին բոլորին կոչ ենք անում մասնակցել ընտրություններին եւ մերժել այս թրքահապատակ իշխանություններին, որոնք կեղեքում են գյուղացիներին, Էջմիածնում խայտարակ կառավարում են իրականացրել եւ ընդհանրապես երկրում են իրականացնում են թուրքական ծրագիրը հարձակվելով հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, հարձակվելով մեր արժեքների դեմ։ Դրա համար էլ մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին, միացեք, որ փոխենք, մեր Մայր Հայաստանն ենք, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Հարգելի ծիածանցիներ, շնորհակալ ենք, որ եկել եք մեր հետ հանդիպման, մենք հիմա գյուղի տարածքով կանցնենք եւ կներկայացնենք մեր մոտեցումները, մեր ծրագրերը, կլսենք ձեզ եւ քանի որ այստեղ արդեն սկզբնամասում մեզ հուշակարի մոտ դիմավորել եք, ես կառաջարկեմ մեր թիմակիցներին, որպեսզի ծափահարենք եւ շնորհակալություն հայտնենք ծիածանցիներին մեզ ընդունելու համար։ Ձեզանից ընդհանրապես մի բան է պահանջվում։ Նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս, մերժել քաղաքացիական պայմանագրի նույն կցորդներին, քվեարկել ազգային ուժերին եւ մասնավորապես Մայր Հայաստանի օգտին եւ մենք ձեր օգնությամբ կվռնդենք քաղաքացիական պայմանագրին վաղաշապատի վրայից, հետագայում նաեւ իշխանության վրայից։ Միացիր, միացիր, Մայր Հայաստան, համար 4, շատ շնորհակալություն Ժորժ ջան, հիմա մենք գյուղամիջով կանցնենք, հա, ուզում եք խոսք, խնդրեմ,
Խնդրեմ հարցեր։ Շինարարություն, ջերմոցի, առողջների, սեփական տարածքների վրա դրանք օրինականացնում ընթացքը սենց է 6 ամիս տևում է, որ ասենք այդ քտաբանությունը վերջնական տեսնի։ Ես այդ ճամփով անցնում։ Մի ձեր կարծիքը, ձեր մտահղացումները, որոշումները ո՞նց եք անելու, որ ասենք կարճ տևի, ոչ թե 6 ամիս տևի, եւ նույնը գազը, նույնը խմելու ջուրը, նույնը ասենք տարածքների օրինականացումը, կա շինություններ, որ ասենք սեփական կանոներների վրա շինություններ արել ենք, տուն ենք սարքել, ինչ որ տարածք ենք սարքել, չենք օրինականացրել։ Իմ սեփական հողի վրան է, տնամերձ։ Եվ սեփականաշնորհված հողի վրա ըստ թույլտվության, բայց այդ պրոցեսը շատ երկար է։ Ո՞նց է կանել, որ երկար չտևի։ Ուրեմն նայեք, այն ինչ որ կախված է համայնքային իշխանությունից, առաջի քայլում ենք բնականաբար ուզում ենք նոր իշխանություն ձևավորել։ Ես քիչ առաջ արդեն ներկայացրեցի, որ ջերմոցային տնտեսությունները, տնամերձները կմուսները կնան, երեթե զրոյական դրույթաչափով մենք կողմ ենք դնելու օրինականացմանը։ Այսինքն պետք է նայենք օրենքի շեմի ինչքան է ամենանվազագույնը սահմանենք, դա մեկ։ Երկրորդը կառավարության հետ կռիվ ենք տալու, որ այդ ժամկետը, որ դուք ասում եք օրինականացման 6 ամիս է տևում, իրանք օրենքով սահմանված կարգով փոփոխության ենթարկենք ու եւ ամենակարևոր երրորդը մենք այս սրանց հետ երկար չենք պատրաստվում աշխատելու, այսինքն սրանք պետք է գնան, մենք կողմ ենք ջերմոցային տնտեսությունները օրինականացվի ամենանվազագույն արժեքներով կամ զրոյական դրույթաչափերով, պետք է օրենքի սահմանները նայել, իսկ եթե անհրաժեշտ է օրենքը փոփոխության ենթարկել, այդ արդեն լոբինգի հարց է, ճնշման հարց է, համայնքային նոր իշխանությունը իր ճնշումների միջոցով ժողովրդի ձեր աջակցությամբ փոփոխության կենթարկի, որովհետեւ մենք ընդհանրապես չենք պատկերացնում, որ ջերմոցային տնտեսությունների դեմ պետք է ինչ-որ այնպիսի դրույթաչափեր կիրառել, որ մարդիկ կամ ձեռնտու չեն աշխատելը կամ ստիպված լինեն, ասենք, բարգեր վերցնել եւ այլն եւ այլն։ Աջուն հարցերն են։ Ասենք 90 թվերին ես սովետացի Դարաշրջանի գյուղական համայնք ժողովով, համայնքի ավարտմանի նախագահի գյուղական հարցեր են որոշում։ Գնիկա այդ հնարավորություն, ասենք, Սիացոն համայնքը 300 տնտեսություն, այդ 200 հեկտար 300 տնտեսության ապակա։ Մենք մեր հողի վրան, մենք մեր գյուղով, մեր համայնքի ընդհանուր ժողովրդով եւ ավակմաներով եւ գյուղապետով որոշում կայացնենք այս տարածքների օրինականացման։ Այստեղ խնդիրը ինչի մեջ է։ Մարդկա տուն ասած 10 տարի առաջ։ Այդտեղ ինչ չափ տվել են, ասենք շեղում է 15-20 սանտի։ Հարևանների խնդրում, այն մեկին է 20 սանտի, այս կոմա, այն մեկին է 1 կոմա, մեկի պատը, ասենք հավաբունը 10 մետր, շոշին է դուսա չափից, այն մեկին է ներսը, գոմա, չգիտեմ ինչ տարածքներ է։ Այսօր խնդրի առաջ։ Ասենք գյուղով որոշում ենք։ Ապա եթե մենք խնդիր չունենք, խնդիրը եթե հարևանների մեջ կա, որոշ լուծում է դատական կարգով, եթե չէ, երկու հարևանները, եթե համաձայն, օրինականացնել պրծնել, գլխացավակից սաղ պրծնել։ Ամբողջությամբ կիսում ենք այդպես։ Ես այդ նույն հարցը տվել եմ մի քանի օր առաջ տարածքային կառավարման նախարար Խուդակյանից Միխակյանից տվել։ Մի նույնը ձեզ եմ տան, նույնը ով եկավ, Նիկոլն էլ եկավ, Նիկոլին եմ այդ հարցը տալ։ Նիկոլը Ռիշչյանի գա։ Չէ, կարող է գա։ Ստե հարցը ուրիշ է։ Ո՞ր է պրծավ։ Ոնց եք ուզում անենք, որ այս գլխացավակից Նայ, ես մի բան ասեմ, որ մեր ցուցակը մենք լրիվ հասկանանք, ձեր խնդրին լրիվ տեղյակ ենք եւ այդ մասին էլ խոսացի։ Մեր ցուցակը գլխավորում են մարդիկ Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը, ովքեր համայնքի կառավարման փորձում են։ Իրանք է շատ լավ քաջատեղյակ են այդ խնդրից։ Ես կարծում եմ, որ այդպես բաներ չի եղել։ Ինչի՞ չի եղել։ ես Մի օր լսել եք։ Չէ, Դավիթ, ասեմ, նայ, ես ես ասենք օրենք են, արա ես ջերմոց եմ սարքել, ես համաձայն եմ։ Դատարկ հողն տալում է 12000 հողի հար, հիմա պետք է 50000։ Բայց այդ պրոցեսները օրինականացնում։ Չի լինելու այդքան։ Չէ, ոչ թե տևի 6 ամիս, ոչ թե ասենք տունս ուզում եմ գրանց, տաղու մարդ տուն ենք սարքել, տուն ենք, հեսա կա նորակառույցներ, մարդ ուզում է 20 սանտիմ, դիվը չի համընկնել, 20 սանտիմի մարդը չի կարող օրինականացնել, հարևանները խնդիր չունեն, ասենք մարդիկ 30 տարի, 40 տարի օգտագործել են այդ հողը, հիմա բերել են, ասենք GPS-ով, արբանյակով չափել են, ասենք մեկը մնալ մյուսի հողի տենց նպա։ Դու ծաղկունքով ղեկավար ես։ Այո։
Երբ որ գեոդեզական քարտեզագրում կատարվել, մեր գյուղը 8 մետր շեղում ունի դեպի հարավ արևմուտք։ Ձեր գյուղն էլ է տենց։ Ես չեմ պես բան չի Չէ, դա եղել է այն ժամանակ, երբ որ քարտեզագրում արվել, այդ խնդիրը այդ 8 մետր շեղումը իրոյա դառնում ժողովրդի գլխին։ Հասկանում եմ, լավ ասեք, միջև այդ ինչի չկա։ Սա եղել է Քոչարյանի օրոք այդ քարտեզագրումը։ Չէ, բայց Բայց որ ես ոնցնա դիտեմ, ես հասկանում եմ։ Այսօր որ ես իմ հողը, եթե Ինո կտավեր ամբողջ երևի նույն 90% դերասակայով ճամփաները արևանի հողի մեջ է ճամփայա հողը 91 դրի սեպարացիոնալ պատասխան։ Ես նորից հետ եմ մեկի օրենսդրության խնդիրը։ Այո, ուրեմն բոլոր քարտեզները կան, դու ասում ես քարտեզները փոխվել են, բոլոր քարտեզները կան։ Չէ, բոլոր տեղերում է խոսում են։ Հա, պետք է այդ հարցին նա դեռ որոշ կամ համայնքը որոշի օրինականացնում կամ չէ ոչ մի բան չի։ Համայնքը պետք է որոշի օրինականացնի թե ֆակտորն հաստատի։ Դու հիմա որ քարտեզներն ես ասում, որ փոխվել է, ինչ փոխվել, Այնիշ որ բանը գեոդեզական քարտեզներ են արել 2000 թվին եղել Քոչարյանի օրոք եղել չեմ 2001 թվին սխալներ ա չի եղել այդպես խնդիր ոչ մի բնակիչ է այդպես կադաստրային սխալ կա մեր գյուղը չի կա ես եմ տարի մեծ այն մտը գեոդեզական Չէ ձեր առաջ խնդիրը։ ես քանի չէի սակեջ չէի մտնում բայց որ ես սկսի մենք դա քեզի հարց տամ էլի ինչի է ամբողջ Արմավիրի մարզի մեջ մենակ ես խոյ համայնքում այդ խնդիրները ու ինձ հետաքրքիր է շատ ուզում եմ հասկանալ ես ասեմ ուզում են հնարավորինս օրենքով անեն իրան բայց այդ օրենքը բայց ինչի է ստեղուց սկսել խոյ համայնքի Բայց օրենքը կարա սխալ ինչի խոյ համայնքից մենակ խոյ համայնքից ինձ հետաքրքիր է կադաստրային տվյալները որ սխալ է գալու նաև Համաշխարհային հավքվել է այլ վրա։ Հողը սարքել են, ինչ ուզում են անում են ժողովուրդը։ Համո ջան հասկանում եմ բայց ինչի ամբողջ Արմավիրի մարզում մենակ խոյ համայնքում ջերմոտ սարքում են գյուղացին միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն հող առնեն, որ նա թույլ տա, որ այդ ճիշտ է։ բայց իրանք մի հատ շիշ բերել են գյուղացուն օգնել են որ այդ ջերմոցը Հազիվ է գնացել է բարգ վեկարը բերե որ մի բան տրում բան դնի, միջև այդ փողը չտան, չտա չեն ուրեմն ժողովուրդը իրանք տանջելու մատերիալներ չլինել ձերի սարքում են ոչ մի բան պետք չէ առաջ հողի մեջ ջերմոցը որ նույն եկած բանները ուզի մարդու հնարավորություն տվասի ժողում կառուցի սարքի եւ այդ արվեստը որ ես դրում շատ ասենք ես նախադիչ արի տնամերդի տոկոսումատում ինձ մերեմ դիսակ մնա դիշ պետք է 2 տարին նոր 2000 են անում, 2 տարի նոր ասենք չենք ավելացրել դրա բանը ճիշտ է կառավարման խնդրեմ, դրա համար ասենք որ այսօր համար պետք է փոխվես։ Այդ էլ լավ է, չի եղես են։ Պատի փորձեք հնարավորինս գյուղացու դարդուցավին օգտակարին է պատասխան տալ։ Եթե ոչ։ Այնքան ենք այդ հեքիաթը լսել, սկսած 90 թվերից միջև հնիսաղի ու ինչ եկե նաղը պատմե գնացել, սաղ մնացել դարել են նաղը։ Այդ հեքիաթ պատմողների հետ զոր չունեն։ Ռեալ մարդիկ են համայնքի Դավիթ աշխատել է Կարևան գյուղում գյուղապետ, ինքը տեղյակ գյուղացի դարձավ։ Հաչիկն աշխատել է մեր գյուղում գյուղապետ, ինքը տեղյակ գյուղացի։ Այսօր այս դրա համար են եղել, հենց դրա համար են եղել։ Պապետի դրա գյուղացի հեշտ է վասի։ Ասադուր ջան մենք միանշանակ ժողովրդի Այո, կողքն ենք գտնելու այդ ձեր ասած 6-7 ամիս ժամկետն չի լինելու 100% չի Ես եմ անցել ճամփել, հենա գազը քաշել եմ, երբ շոշի խփացել։ Ջրի հետ գործ ունեն, գազի հետ գործ ունեն, խմելու ջրի հետ բան չի հետ գործ ունեն, լավ, ուզում եմ հասկանամ ինչի հետ գործ Գետի ջուր էր գարում, դու լավ գիտես։ շատ լավ Գետի ջուր է գարում, բռնի դերեցին, դեմը կդրեցին, գյուղը ջուր չթողեցին։ ինչի համար Հələ մի ջուրը մեկը թող ջրի փողը չտա, ով ջուր կտա իրան։ Պատի փողը ձերից առնեն, որ նա տանեն։ այդ համայնքի ղեկավարի խելը դրը որ կանգնի ժողովրդի կողքին չէ այդ որ մեկն ազդից լավ տղա որ այս անցոպտի քնեի աջեշատ գյուղում ջուրանեին մարդիկ
Մեկը չեկավ կանգնել մեր կողքից, ո՞նց ալնում է։ Դերին փագին ախտի։ Ջուրը գետից մերի որ գալը մեր ջուրը դերը փագին։ Շատ սխալ են արել, ձեր չեք անում, արձագանք չկա, փագել են։ Որտի բացվի։ Հիմա փառք ասու գալիս են փորձալու համայնքապետը, որը պիտի լուծումներ տա։ Ուրեմն նայեք, ավականու նիստով օրենքը այս ձև է, կամ մինիմալ, կամ մաքսիմալ պայմաններ։ Ավականին որոշում է, թե յուղացուն ոնց պետք է գանձի։ Մենք ձեզ առաջարկում ենք, որ մենք լինելու ենք յուղացու կողքը, լինելու ենք ոչ թե մաքսիմումով, որ այսօրվա այս ջերմոցների օրինականացման համար դրել են 1020 դրամ, կամ չգիտեմ եւ ավելի, մենք ամենամինիմալով ենք լինելու, ամենամինիմալն ենք դնելու ավականու նիստով, որ յուղացին հետ ինքը շահագրգռված լինի, ջերմատունը օրինականացնելու։ Իսկ ինչ վերաբերվում այն նրան, որ չգիտեմ կադաստրային այդ տարածքները մեկը մյուսի հետ այս պահին չի խոսում, բոլորս էլ տեղյակ ենք այդ խնդիրներից։ Այդ խնդիրները, որը որ հիմա կա, ձեր ասած քարտեզը, որը որ քարտեզագրել են 2000 թվականներին։ Այս ամեն ինչը կատարվել է համայնքի եւ կադաստրի։ Կադաստրը այդպես քնից չի հելե ու քարտեզ գծե։ Այսինքն համայնքներն են սխալմամբ տվյալներ տվել դրա համար այդ այլ է, հոտ չեն եկել ուսից միանգամից գծել։ Պետական ծրագրերով այդ տարի եղել է քարտեզագրում։ Համայնքապետարանի հետ ճշգրտվելով են, չէ՞ արել։ Սխալ է մուտքադրվել։ Աբրես, հիմա տվյալը տալու է, որ ասենք ես որտեղ որ հողապետարին կոնդով էտում է։ Ո՞վ տվել է ելակետային տվյալը։ Համայնք եկել են ինքնակ չափադրում, բայց Պրոբլեմը արձանագրում է, պրոբլեմը կա, մեկը վերաբերում է համայնքային կառավարմանը, մյուսը պետական կառավարմանը։ Պետական կառավարման եւ համայնքային կառավարման մասով նաեւ կա օրենսդրական։ Այսինքն այս երեք խնդիրը արձանագրում են։ Այն ինչ որ կախված է համայնքից, այս ընտրությունների արդյունքում մենք առաջարկում ենք ձեզ, որ գնալու ենք նվազագույնի ճանապարհով, օրինակ ջերմոցների հարկման հետ կապված, գումարների սահմանման հետ կապված, որը որ վերաբերում է կառավարության գործունեությանը, մենք այս իշխանության դեմ ենք, սրանց պետք է փոխենք, որ կարողանանք փոխենք։ Այն ինչ որ վերաբերում է խնդիրներին, ուրեմն օրենսդրական լուծում է պետք։ Այսինքն երեք հարթության խնդիր կա, որ պետք է լուծենք։ Մենք է դրանց տեղակ ենք այդ խնդիրներին, այն ինչ որ վերաբերում է համայնքի առաջարկները ներկայացրել են, այն ինչ որ վերաբերում է կառավարությանն ու օրենսդրությանը, այլ հարթության խնդիր է։ Այլ բան է, որ եթե ժողովուրդը միասնաբար պահանջի, որ պետք է այսպես լինի եւ ողջամիտ առաջարկներ մենք ունենանք ներկայացված, մենք կռիվ կտանք դաժե այսօրվա գործող կառավարությանը, գալի է ստիպել, ասել թե սենց է, ուրեմն մենք գնում ենք այս ճանապարհով, եթե չէ, ուրեմն օրենքը պետք է փոխել։ Այսինքն մենք համայնքի ուժը ստանալով նոր ղեկավարությունը կարողանալու է կռիվ տալ մինչև ամբողջական փոփոխությունը իշխանության, որպեսզի համայնքի շահերը պաշտպանվի։ Դրանից ավել ով ինչ կխոստանա սովորական պոպուլիզմը։ Մեր առաջարկը, այն ինչ որ մեր ձեռքը կա, դա է համայնքի իրավասության ներքո հարցերը, նոր իշխանությունը, եթե մենք ենք լինում, մենք կարգավորում ենք նենց ոնց որ Գրիշա Հարությունյանը ներկայացրեց, եւ Դավիթ Կարապետյանն էլ արդեն ասեց, որ որնա թեմաները եղել։ Այն ինչ որ վերաբերում է համապետականին, արդեն այլ հարթության հարց է։ Նորմալ է, բավարարես ձեզ։ Ես հարցում եմ։ Դե մինչև այսօր ոչ մեկ գյուղացի մասին չի մտածում։ Այսքան լայն է, չէ՞, ոչ մեկ չասում, գյուղացի շահերը պաշտպանում։ Հիմա եկել աուրը, արդեն գյուղացի շահերը պաշտպանում։ Ապրեք, բան չեմ ասում։ Հիմա այս ընտրություններից, այսի թողեք մի կողմ։ Ուրեմն գյուղացին ջերմոց են շարքում, ախպեր գալիս է, ասում է 150,000, 300,000 փող տուր, որ օրինականացնենք։ Ու ոչ մի թղթի վրա չկա գրած, որ պետական օրենքով արժի 50,000, 100,000, 200,000, որ ես մուծեմ օրինականացնեմ։ Չկա ով ինձ ուզում կրացում է։ Այս փաստաթուղթը կա, այնտեղ որոշում եք վերևում, որ գյուղացու 1000 մետր ջերմոցը արժի 50,000 դրամ կամ 500,000։ Մենք իշխանություն չենք նավ։ Բայց այնտեղ բահած բարձրացավ, ցավը։ Որտե՞ղ։ Ջերմոց նստած։ Որտե՞ղ։ Պարլամենտում։ Պարլամենտում մենք ներկայացված չենք։ Ամբողջ խնդիրը դա է։ Ես վաղուց պատգամավոր չեմ։ Հասկացա։ Հասկացա, բայց մենք հիմա համայնքային ընտրության ենք եկել ենք համայնքային կրակում են, այսքան տուր, ոնց որ գիշեր ցերեկ տանջվում եք, այդ փողը մենակ տանենք տան։ Ով է տալի։ Պետք է ուղղեք իշխանության դեմ, ոչ թե մեր դեմ։ Իշխանության տող ինձանի շատ ասող իշխան։ Միշա, հիմա դու այդ հարցը տվի։ Հիմա դու այդ հարցը տվի։ Ջուրի բան ա եկել։ Ջուրի հարցեր ա եկել, 150,000 1 միլիոնով փող ա եկել։ Այս փողերը որտեղ է, ես չեմ ասում։ Որտեղ է։ Համայնքի ղեկավարը ձեր հետ մի գա, տենային։ Ձեր կողքը կանեց համայնքի ղեկավարը պետք։ Յուղի վարչապետը մեր վաղտով այդպես բան, հա։
Չէ, ես հարց եմ տալիս, որ դե ասեմ։ Ես ուրիշ հարց եմ տալիս։ Որոշումը ղեկավարն է։ Ավականի կարադրի, 0 դրամ կարադրի, 50% կարող 70 Ես քեզ ելնեմ կրկնեմ։ Ինչի է ամբողջ Արմավիրի մարզը, Նենակ խոյամայք, ապրես։ Դու մի հատ հարցը չեք տվել։ Ես տալի 1000 տեղ տվել Ինչ են ասում։ Գալիս է ժողովրդի բերքը խաղելու վաղտը, ոչ մեկը չի մտածում, չէ՞ իրացմանը։ Դու մի հատ հարց տվեք, ինչի համար չեք մտածում։ Դուք ծաղիկները Ծաղիկը ապեր փակին, ծաղիկը փակին։ Այսքան ակցիա արին բողոքին 110 ռուբլի թանկացրի կիլոյի մեջ։ Ինչը փոխվեց։ ամբողջ բերքը թափելու 110 ռուբլի թանկացրի։ Կանգնացրեց, գինը բարձրացրեց, նորից ուղարկեց։ Ես տեսա։ Դու կարող ես իրաչի ես թանկացրել։ Արտանով է, գիտեք։ 110 ռուբլի, այնտեղ էլ պետք է ասում ուղարկեմ օրինակի համար 100 ռուբլի ասում վարձը թանկացել։ Էլի ես եմ։ Հիմա այնի շուտ դուք ասում եք, այդ ամբողջը հերարցակվում է։ Աղջիկ ջան, հերարցակվում է։ Ես ես շատ եմ խոսում, արդեն անցել եմ այդ ուղին։ Ինչ խոսում եք, էլի դեպի սարեք։ Մի կտրեք։ Մի կտրեք։ Ուղիղ է, չեմ կարա։ Ջեները խոսացի բերին են մի հատ այնպես բան ցույց տվին։ Այս լրագրողին որ բռնեի, դասա փոխեի։ Ուղիղ եթերա, ինչ խոսում եք եթերա։ Լրագրող չի, երկրորդը ուղիղ եթերա, ոչ մի բան չի կրճատում, այնպես որ միջավայր։ Ուրեմն մեր ամեն Ուրիշ բան ասել։ Սարկում կրծնում են գալիս այդ ներության մի օր ոչ թե գցեք ոչ թե Ծիածան համանքի իմ սիրելի բնակիչներ, հարգարժան հյուրեր, բոլորիդ հրավիրում եմ մեր դուռը մի վայրկյան հյուրասիրության։ Խնդրում եմ բոլորը մասնակցեք։ Որը կայնացա Ծիածան գյուղի հարգելի բնակիչներ, մենք Մայր Հայաստանն ենք, քվեաթերթիկ համար 4, քիչ առաջ զրուցում էինք նաև տեղի բնակիչների հետ, բազմաթիվ խնդիրների մասին խոսեցին, մենք այդ խնդիրների շատ լավատեղյակ ենք, գիտենք, որ ջերմոցների հետ կապված հարցեր կան, գիտենք, որ կամայական գներ են սահմանվում ջերմոցների օրինականացման համար, մեր գյուղացիներից ներկայացրեցին, որ նաև այդ օրինականացման պրոցեսներն են բավական երկար տևում եւ այսպես տաղտկալի եւ անարդյունավետ երկար ժամանակահատված է այդ ամեն ինչը զբաղեցնում եւ մենք բնականաբար լուծումները ունենք, այդ լուծումները հետեւյալն են, այն ինչ որ համայնքի մակարդակով է, մենք արդեն մեր առաջարկները ունենք եւ մենք կարծում ենք, որ ջերմոցները պետք է օրինականացվեն համայնքի ավականու որոշմամբ ամենանվազագույն շեմով։ Մարդիկ իրենց տնամերձ ջերմոցները պետք է կարողանան օրինականացնել այնպես, որ բանկրոտի չի ենթարկվեն։ Սա մեր պրինցիպիալ որոշումն է։ Մենք շատ լավ տեղյակ ենք գյուղի խնդիրներից։ Մեր ցուցակը գլխավորում են մարդիկ, ովքեր գյուղական համայնք են ղեկավարել եւ մեծ աշխատանքային փորձ ունեն։ Այնպես որ մենք լսելով կամ խոսելով չի որ տեղակ ենք խնդիրներից եւ լուծումներ ենք առաջարկում։ Բարդ է Ժորժ ջան։ Ողջունում ենք ձեզ։ Մենք հիմա գողտվենք բնականաբար հյուրասիրությունից։ Բարդ է Ժորժ ջան։ Ամեն ձեր
Հետևորդներին հիշացնենք, որ այս պահին Համեթե կարեք արա։ գտնվում ենք Ծիածանում, Բաղարշապատ համայնքի վերցեք Ժողովուրդ մոտ արեք։ գտնվում ենք Ծիածանում եւ մի պահ այսպես ասած ոչ գովազդային դադար կանենք։ Ինչեւ Բաղջան, հələ առաջացեք։ Դες թվում ենք ստեղից հետո շարժի շարժվենք։ Արգարժան հուժեր, բարով եք եկել, մեր համայնք, մեր օջախ, մեր ընտանիք։ Շնորհակալություն։ Բարով տեսան։ Ոտքներս բարի Ծիածան։ Մեր կողքին բոլորը համայնքի ղեկավարներ են, Դավիթի, Գրիշայի, Մամերի, ինձանի բոլորը փոխերին են։ Չենք Դավիթանի եկեք, ոչ մեկ, ոչ մի բան։ Մենք դուրս ենք եկել մեր զուգացիներին ամեն մեկը չասի։ Ոտքներս բարի, հոշոտում է։ ոտքներս բարի ժողովուրդ։ Ժողովրդան շնորհակալություն, ոտքներս բարի։ Մենք գիտենք, որ փորձառու մարդիկ են ներգրաված թիմի մեջ, համայնքի նախկին ղեկավարներ, մեծ հարգանք վայելող մարդիկ, եւ մենք պարզերեսով բաց ճակատով ներկայանում ենք ձեզ եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Հանուն Ծիածանի, հանուն Բաղարշապատ համայնքի, հանուն մեր երկրի։ Ուրա թողնիկը, ուրա թողնահանը։ Ով ա։ Ձեզ չեն սովորած, ձեզ ոնց ա։ Ապա Մայր Հայաստան համար չոր։ Դժվար պայքարում կատարյալ հաղթանակ դες։ Ժողովուրդը ցած է։ Մենք ընդհակառակը մենք ենք ժողովրդի կոչ անում ճախ։ Ժողովուրդը թե ապրեք շնորհակալություն։
Հարգելի հետևորդներ, այս պահին գտնվում ենք Տիացան գյուղում, մեզ դիմավորել և հյուրասիրել են, հիմա ինչպես տեսնում եք, օգտվում ենք շատ լավ հյուրասիրությունից, ես տեղեկացնեմ, որ այսօր խայտարակ հարձակում է տեղի ունեցել մեր թիմակցի, մեր աջակցի ավելի վրա, հայտնի բլոգեր է և աջակցում է Մայր Հայաստանին, եկել են գցել են ասֆալտի վրա, քաշ տալով տարել են մեքենայի մեջ, հիմա փնտրում ենք ոստիկանությունում չեն գտնում, հասկանում մարդուն առևանգել են փաստացի, տեղի է ունեցել առևանգում, որովհետև իրանք ոչ ֆորմայով են պատասխան համազգեստ չեն ունեցել, քաղաքացիական հագուստով են եկել հարձակվել են բլոգերի վրա Հարությունյանը, և հիմա մեր փաստաբանները փնտրում են, գնացել են ոստիկանությունների շնացնի, ասում են իրեն տարել են արմավիր, հիմա արմավիր են գնացել, մենք իհարկե հետևում ենք այս ամեն ինչին, բայց իրենց ծրագրերը թույլ չենք տալու, որպեսզի իրականություն դառնա, մենք չենք խափանելու մեր ծրագրերը, պլանները հանդիպել գյուղում և թույլ չենք տալու, որպեսզի իրենց ազդեցությունը մեր վրա ինչ-որ արդյունք տա։ Վաղարշապատցիներն է կոչ են կանում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և սրանց մի հատ քաղաքական ապտակի միջոցով վռնդել վաղարշապատի վրայից։ Իրենք անհանգստացած են, սա իրենց անհանգստության դրսևորումներից է և կոնկրետ նպատակային հարձակվել են Մայր Հայաստանի վրա, որովհետև Մայր Հայաստանը իրենց պլանները խախտել է, իրենք իրեն խոյը գրպաններում դրած է ու խոյից ասենք չգիտեմ ինչքան տոկոս են խփելու, բայց մենք ասեցինք չէ, այդպես չի, խոյնել է մերը, էջմիածիննել է մերը և բոլոր ընդդիմադիր ուժերով մենք ձեզ ցույց կտանք, թե ով ինչի է արժանի։ Այնպես որ սիրելի վաղարշապատցիներ, մեր միակ ուժը դուք եք։ Դուք մասնակցեք ընտրություններին և հնարավորություն տվեք մեզ իրականացնել բոլոր այն ծրագրերը, որը մենք ձեզ ներկայացրել ենք, քիչ առաջ խոսում ենք բնակիչների հետ, բավական վրդովված են, ճիշտ ասած մի քիչ շփոթեցին, մտածեցին, չգիտեմ, ինչ որոշում են կայացել եւ այլն, բայց մարդիկ ուղղակի ուզում են իրենց դարձ ցավից խոսել, մենք էլ լսեցինք, այդ մասին գիտենք ջերմոցների հետ կապված եւ մենք լուծումներ առաջարկել ենք։ Հետևեք մեզ, հիմա մի փոքր կոնյակային օգնություն կանենք։ Mən Tanrıçıyım. Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեզ ընդունելու, ջերմ ընդունելու համար եւ շարունակենք արդեն մեր շրջայցը գյուղով եւ կներկայացնենք մեր մոտեցումները։ Եկեք ծափահարություններով տանտիրոջը շնորհակալություն հայտնենք եւ խոստանանք, որ պտտվելուց հետո նորից կգանք։ Մեզ շատ լավ ընդունեցիք ու
մի քիչ պլանները խախտում եք արդեն գրաֆիկի առումով։ Շարժվեցինք Ժողովուրդ ջան։ Մայր Հայաստանը, ողջունում ձեզ ժողովուրդ ջան։ Քիչ առաջ մի հայտնի ֆիլմից դրվագ հիշեցի, ասում է Նաջարյանի տուն եկող, որ միջը չմոռանային չի համար եկել, պետք է չգնամ, ես քիչ առաջ ուզում են մոռացնեին, թե մենք ինչի համար հավաքվել, բայց մենք բնականաբար չշեղվեցինք նախանշված գրաֆիկից, թեև գայթակղությունը մեծ էր, մենք ողջունում ենք ձեզ, ողջունում ենք։ Մենք մասնակցում ենք այս ընտրություններին, որպեսզի նոր իշխանություն ձևավորվի վաղ շաբաթում, վաղ շաբաթը ձերբազատվի խուլիգանական բարքերով առաջնորդվող իշխանությունից։ Ինչև այդպիսի ձևակերպում օգտագործում, որովհետև այն ինչ որ տեղի է ունեցել հայտնի բլոգեր Օնո Արությունյանի հետ, դա խուլիգանություն է ուղղակի։ Անկախ նրանից, թե ինչ հիմքով են իրեն տարել ոստիկանություն, ինչ արարք կամ չարարքի համար, այն ձևը, որը ընտրվել էր, դա պարզապես խուլիգանություն է։ Քաղաքացիական հագուստով ուժային կառույցների ներկայացուցիչները գետնին են տապալում մարդուն, հետո տանում են անհասկանալի է թե ուր, որովհետև մինչև այս պահը գոնե պարզված չէ, թե որտեղ է գտնվում բերման ենթարկված, բռնությամբ բերման ենթարկված բլոգերը։ Սա խուլիգանություն է, որը մենք արձանագրում ենք։ Դրանից առաջ գիտեք, գործկառույցներ սրանց կողմից, դրանցից կցվածներից մեկը կեղծ մատնություն էր անում, այսինքն այս իշխանությունը որևէ այլ քայլ չունի, քան ապօրինություններ թույլ տալը։ Մենք քաղաքացիական պայմանագրին հակադրելու ենք ծրագիր, գաղափարախոսություն, թիմ եւ կազմակերպվածություն։ Օրվա իշխանությունը այլ գործիք չունի, քան ուժայինները, կեղծ մատնագրերը եւ վարչական ռեսուրսը։ Դրան մենք հակադրում ենք ժողովրդի քվեն, մեր ծրագրերը, մեր գաղափարները, մեր սկզբունքները։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ մենք կոչ ենք անում ձեզ ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Ձեածան գյուղի հարգելի բնակիչներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, ինչ է առաջարկում ձեզ այսօր մեր կուսակցությունը։ Առաջինը նշեմ, որ մեր կուսակցությունը վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին առաջարկում է, որ ջերմոցները մենք դեմ չենք, որ օրինականացնենք, բայց օրինական դառնալու համար լինելու են գյուղացու կողքը, չենք մտնելու գյուղացու գրպանը եւ օրինականացնելու համար գնալու ենք ամենամինիմալ պայմաններին։
Առաջարկում ենք նաև, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքում մանկապարտեզները լինելու են անվճար, ուստի ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մեր քվեաթերթիկն է համար 4, միացեք մեզ, Մայր Հայաստան, համար 4, միացի, որ փոխեք, միացի, որ փոխեք, Ողջույն սիրելի բնակիչներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, մենք քվեաթերթիկում համար 4-ն ենք։ Սիրելի հայրենակիցներ, մենք այն ուժն ենք, որ կանգնած է հայ եկեղեցու կողքին, մենք այն ուժն ենք, որ կանգնած է արդարության կողքին։ Մենք ոչ նախկինների կթողնենք, ոչ ներկաներին, թե մենք թե նախկիններին, թե ներկաներին։ Սիրելի բնակիչներ, մեր ծրագրերը բազմաթիվ են և որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը, կյանքի կոչենք այն, մեզ պետք է ձեր քվեն, ձեր վստահությունը և բոլորս միասին պետք է միանանք, որպեսզի կարողանանք արդարություն վերականգնել, որպեսզի պահպանենք հայ առաքելական եկեղեցին, պահպանենք մեր հայրենիքը, պահպանենք մեր վաղվա սերունդների գավիթ ապագան ապահով և արդար։ Սիրելիներս, նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամաս տվեք մեզ հնարավորություն, որպեսզի մենք կյանքի կոչենք այն բոլոր ծրագրերը, որոնք որ իրական են դառնալու։ Եվ ուրեմն, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, մենք համար 4 քվեաթերթիկ ենք և կոչ ենք անում բոլորին, որպեսզի փոխենք, պետք է միանանք։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Հարգելի սիրածանցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ Ահա այս գյուղական ճանապարհով, որ անցնում ենք, մենք հատկապես այս գյուղում գոնե ինձ համար ավելի շատ նկատել է, որ ջերմոցները շատ են, հետևաբար այստեղ առավելապես ուրեմն այդ ջերմոցային խնդիրը սուր է դրված եւ մենք արդեն հայտարարեցինք, որ ջերմոցների օրինականացման հետ կապված մենք իրարել ենք նվազագույն շեմը, որը որ համայնքային իրավասության ներքո է։ Մնացած խնդիրները, որ առկա են, վերաբերում են արդեն օրենսդրությանը եւ պետական կառավարմանը։ Մենք դեմ ենք այս իշխանություններին եւ իշխանափոխության ճանապարհ ենք ընտրել բոլոր հարթակներում այս իշխանություններին մերժելը։ Իշխանափոխությունը վաղարշաբաթում կարող է լավ նախադրյալներ ստեղծել երկրում ամբողջական իշխանափոխության համար։ Դա է պատճառը, որ մենք մասնակցում ենք ընտրություններին եւ դες կոչ ենք անում ձեր մասնակցությամբ սատարել մեզ, քվեարկել օրվա իշխանության դեմ եւ ձևավորել ազգային նոր իշխանություն։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Հարգելի ծիածանցիներ, մենք Մայր Հայաստանն ենք, մենք ողջունում ենք ձեզ, ու բոլորիդ կոչ ենք անում գնալ տեղամաս, մասնակցել ընտրություններին, կատարել քվեարկություն, վերջ դնել այս ստի ու կեղծիքի դարաշրջանի, գնալ ընտրատեղամաս, որ նոյեմբերի 17-ը նոր իրականություն բերի, թե ձեր գյուղին, թե վաղարշաբաթին, թե Հայաստանի Հանրապետությանը։ Նման ընտրական գործընթաց, որ իշխանությունը այդքան ոտնձգի այլակարծության դեմ, դանոսներ գրեն, զրպարտանքներ գրեն, մարդկանց ձերբակալեն, դա ամոթի ու խայտառակության գագաթնակետն է։
եւ ովքեր են պասերով անում այս իշխող քաղաքացիական պայմանագիրը ու նրանց քաղաքական կցորդ հանրապետություն կուսակցությունը ու մեկի թեկնածուն է ուրացող, մյուսի առաջնորդն է ուրացող։ Իրենք իրենց ուրացումը այնքան կատարելության են հասցրել, որ հանուն փողի, հանուն իշխանության, հանուն կաբինետների, հանուն տենդերների, հանուն պետգնումների, հանուն շինթույլտվությունների արդեն բացեի բաց մեկը մյուսին աջակցում է, որ քաղաքական ու իրանք մեկ են, իրանք նույնն են, իրանք տարբեր չեն։ Իրանք այնքան նույնական են իրենց ուրացման մեջ, այնքան ռեկորդակիր են իրենց ուրացման մեջ, որ շուտով հանրայինը կարող է հեռուստանովել նկարահանել ուրացող բաժանորդները անունով։ Այդ են իրանք, ու այդ ուրացումը լավ բանի չի բերելու։ Սեփական հարազատի վաստակը, հիշատակը, նվիրումը հանուն պաշտոնի ուրացող մարդիկ պատրաստ են նաև հայրենիքը ուրանալ, մեր հողն ու ջուրը ուրանալ։ Ու այսօր բրիֆինգի ժամանակ, երբ որ նույն Փաշինյանին հարց են տալի Արցախում ապրած հայերի եւ նրանց իրավունքների մասին, ասում է, դե Սինգապուրում են հայեր ապրում, այսինքն Փաշինյան Նիկոլի համար Արցախն ու Սինգապուրը նույն բանն են։ Այդ մարդը ուրա չի են թաքցնում, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև գազգա։ Նախ սանոթացեք մեր ծրագրերի մասնակցեք գնացիք Всё, խնդիր չկա ես Հայրերի ծանցիներ, նաև ձեր քվեով, ձեր ընտրատեղանած գնալով, նոյեմբերի 17-ը շատ բան է փոխելու 16-ի արդյունքներից կախված։ Այդ ամենը փոխվելու է եւ հարց է առաջանալու թե ԿՊ-ի տեխնացուն նրա հովանավոր տարածքային կառավարման նախարարը հետո ինչ երեսով են մեծ խոսելու։ Եթե իրենք հույս ունեին թե պարտվելու պարագայում հեծում գործի են տեղավորվելու, են թորոված Ռոմանոսը ասում է, հեսա հեծը կարող է լիցենզիայից զրկվի։ Անց առաջանում, տղեկ, բավոր անգործ մնաք, չեք մտածում, որ առանց պաշտոնել պիտի, դուր գաք մարդամեջ, մարդկանց հետ բան խոսակ, ձեր ասածների համար պատասխանատու լինեք, առասարակ, թե համայնքային, թե համապետական մասշտաբով, այս իշխանությունները սպառվել են եւ գալիս է պատասխանատու, հաշվետու, հողին ու երկրին կպած, պաշտոնի համար չմեռած, պաշտոնի համար բանտերը չլցնող եւ այս երկիրը ոչ թե բաժակաճառերով, այլ իր ամենօրյա ապրած կյանքով սիրող մարդկանց ժամանակը եւ ուրեմն Մայր Հայաստան Համար 4 Միացի 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 Ողջույն սիրելի եկմեատնեցիներ, համաքաղաքացիներ, Ծիրանցան գյուղի բնակիչներ, մեր գործընկերները, մեր թիմակիցները արդեն ասեցին այն ամենը, որը կրկնել հարկավոր չէ, միայն կասենք մի բան։ Նոյեմբերի 16-ին միահամուռ ուժերով առաջնահերթ մասնակցեք ընտրություններին, փորձենք ազատվենք չարիքից գլխավոր մեր երկրում տիրած։ Իսկ իրականում ընտրում ենք Մայր Հայաստան համար 4 Մայր Հայաստան Մայր Հայաստան համար 4 Համար 4 Մայր Հայաստան Մենք հիմա Սիաց
մեծանում ենք, շարունակում ենք դեպքերը բարը ձեզ դուրում մենք ընտրաշավի սկզբում էինք արդեն ասել, որ դուրերում ամենակարևոր խնդիրներից մեկը, որ հուզում է մարդկանց, դա ջերմոցների հետ կապված հարցն է և այդ խնդիրը պետք է կարգավորել։ Լավ, լավ, լավ։ Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Լուսինե Լուկաչյան, Քրեացիա Հարգելի ծիածանցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք, որպեսզի դրական փոփոխություններ բերենք և համայնքում և հետագայում նաև ամբողջ երկրում։ Մայր Հայաստանը մշտապես պայքարի մեջ է, իր ձևավորման օրերից դեռևս շարժման ժամանակ կուսակցական ձևաչափը չկար, մենք մշտապես պայքարի մեջ ենք և բոլոր հարթությունները չենք անտեսում, եթե քաղաքական պայքարը հիմա համայնքային հարթության մեջ է, որ մենք այստեղ ենք պայքարվում։ Վաղ արդեն հանրապետական մասշտաբի կլինի և որևէ կասկած չունենանք, որ Մայր Հայաստանը առաջնագծում է լինելու այդ պայքարի և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ազատվենք այս ադրբեջանական և թուրքական ծրագրեր իրականացնող իշխանություններից։ Մեր մոտեցումը հենց դա է, այնպես որ այս պահին մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել վաղարշաբաթի ընտրություններին և ձեր ձայնը տալ Մայր Հայաստանին քվեաթերթիկ համար 4, ձայնը տալ, որպեսզի մենք կարողանանք իշխանափոխություն իրականացնել և կյանքի կոչել մեր ծրագրերը։ Մեր կարգախոսն է միացիր, որ փոխենքը և քաղաքացիները պետք է իմանան, որ մեր գլխավոր ուժը իրենց աջակցության մեջ է։ Եթե իրենք գալիս են ընտրատեղամաս և տալիս են իրենց քվեն, մնացած արդեն քաղաքական ուժերի խնդիրն է։ Մեր խնդիրն է արդեն լինելու ձեր ձայները պահելը, մեր խնդիրն է լինելու նոր իշխանություն ձևավորելը։ Մայր Հայաստանը այս ընտրություններին բնականաբար մասնակցում է ամենաբարձր արդյունքը հաղթանակը արձանագրելու համար, բայց եթե ընտրողները որոշեն, որ պետք է դաշնակցություն լինի ընդդիմադիր ուժերի միջև, ապա Մայր Հայաստանը ստանձնելու է համախմբողի, կոնսոլիդացնողի դերը և մենք տեսնում ենք, որ համատեղ ուժերով կոալիցիոն սկզբունքով հնարավոր կլինի արդյունավետ ղեկավարում իրականացնել վաղարշաբաթում։ Մենք
բնականաբար կրկնեմ, ձգտում ենք առավելագույնին եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Մենք նախկինի ու ներկայի բանավեճից դուրս քաղաքական ուժ ենք, մենք նոր ուժ ենք, մենք այլընտրանքային ուժ ենք, մենք այն երրորդ ուժն ենք, որի մասին հասարակությունը խոսում է եւ որպես այլընտրանքային նոր ուժ մենք ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը վաղ շաբաթի ընտրություններում։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, Կանցնեն օրեր, անհելության ու տխրության, ետեր է ժամը կողաչի շուշնիության։ Սեր ուրասին, կողու համար, սերին վաղաշարված, էշ միասի, իմ այ Հայաստան։ Զիացանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցեք ընտրությունների, որ ունենանք հզոր համայնք, մաքուր համայնք, մենք պետք է մեր համայնքը մաքրենք աղբից ու կեղտից։ Ուստի ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք եւ ձեր ձայնը տվեք համար 4 Մայր Հայաստան կուսակցությանը։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացի, որ փոխել, միացի, որ փոխել։ Հարգելի ծիածանցիներ, ողջունում ենք ձեզ, մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարում համայնքում ու հատկապես գյուղերում, մարդկանց մոտ փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, փորձում են տարբեր լծակներով ճնշել, փորձում են ստիպել, ինչ-որ բաժիշտ գործողություններ էին գնում, բայց դա չպետք է ձեզ հուսահատեցնի, վախեցնի, դուք կարող եք գնալ ընտրատեղամաս, բարեձեզ, ողջունում ենք ձեզ, գնալ ընտրատեղամաս և քվեարկել ձեր համոզմունքների և խնդրին համաձայն։ Այդ դեպքում մենք համոզված ենք, որ քաղաքացիական պայմանագիր կոչվածը որևէ շանս չի կարող ունենալ։ Մենք տեղեկացնենք ձեզ, որ էջմիածնում են բռնությունները, վարչական ռեսուրսները կիրառվում են, այսօր էլ բռնության դեպքի ականատես եղանք, մեր թիմակցի հանդեպ, բայց սա մի բանի վկայություն է։ Քաղաքացիական պայմանագիր կոչվածը եւ իր կցորդները անհանգիստ են։ Անհանգիստ են, որ չեն կարողանալու իրենց պլանները իրագործել։ Իրենք մտածում էին, որ խոյում քվե կգողանան, բայց դա մենք թույլ չենք տալու։ Այնպես որ սիրելի վաղաշաբաթցիներ, ծիածանի հարգելի բնակիչներ, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր խոսքը ասեք այս իշխանություններին։ Եվ ինչպես քիչ առաջ նշեց
Գրիշա Հարությունյանը մաքրել է պետք գավառշապատը աղբից ու կեղտից։ Մայր Հայաստան, միացիր, միացիր։ Դենց հարցերը Արմոնի հետ, բայց մեկը շարժի բան անել է։ Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերսինե Լուկաչյան, Քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Զիացանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քրեաթերթիկ համար 4։ Նոյեմբերի 16-ի ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մենք պետք է ներժենք այս սրբապիցների, ուրացողների, մատնիչների, գործ կարողների, ու հիմա նաև ավելացավ բռնություն կիրառողների դաշինքին եւ ձայնը տանք Մայր Հայաստանի, Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Զիացանի սիրելի բնակիչներ, մենք շատ տեղյակ ենք ձեր խնդիրներից, այդ խնդիրները միայն ձեր գյուղին չեն վերաբերում, վերաբերում են ամբողջ Խոյ համայնքին և կապված են ջերմոցների հետ, նրանց օրինականացման գործընթացի հետ։ Դատելով ամենից այդ օրինականացման գործընթացը խախտում է մարդու իրավունքները, իսկ իրավունքը ավելի գերակա է, քան օրենքը։ Օրենքը պետք է բխի իրավունքից, իսկ իրավունքը մարդկանց տնտեսությունը զարգացնելու, ստեղծելու, արարելու և սեփական բարեկեցությունը, երջանկությունը ապահովելու շրջանակներում է։ Եթե օրենքը խաթարում է այդ հնարավորությունը, ուրեմն պետք է վերանայել օրենքը։ Մենք կարծում ենք, որ պետք է գյուղացիների համար ջերմոցային տնտեսությունները օրինականացնել հնարավոր նվազագույն պայմաններով, ինչը որ ցույց է տալիս օրենսդրությունը։ Եթե օրենսդրությունը խաթարում է, խոչընդոտում է ջերմոցների զարգացմանը, ուրեմն պետք է վերանայել օրենքը, բայց սա արդեն համապետական խնդիր է։ Այն ինչ որ համայնքային մակարդակում է, Մայր Հայաստանը պարտավորվում է իրականացնել դա։ Մեր ծրագրում էլ հատուկ նշել ենք։
այն ինչ որ համապետական մասշտաբում է, մենք այդ նպատակն էլ ունենք, որ պետք է փոխենք իշխանությանը եւ վաղաշաբաթի ընտրությունները հենց դրան էլ նպաստելու են։ Այնպես որ հարգելի վաղաշաբաթցիներ, Ծիածանի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, մի զլացեք, մի վախեցեք, մի ալարեք, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով ձևավորեք նոր ազգային իշխանություն։ Միացիր, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք։ Սիրելի ծիածանցիներ, Մայր Հայաստանը ողջունում է բոլորիդ եւ հիշեցնում, որ մենք քվեաթերթիկում համար 4-ն ենք։ Սիրելի հայրենակիցներ, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անցել է բռնակալական ռեժիմի արդեն անթակույց։ Արդեն իր վախերը չի կարողանում թաքցնել եւ տեսնելով, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ այլևս 2018 թվականի նման իրեն չեն վստահում, հակառակը լիովին ատում են, զզվում են ՔՊ-ից էլ, Նիկոլ Փաշինյանից էլ, փորձում են լրացնել։ Նիկոլ Փաշինյանը անցել է բռնաճնշումների եւ իր փոքրիկ խմբակի կյանքը փորձում է երկարաձգել բռնաճնշումներով, մարդկանց վախերը փորձելով, մարդկանց վախերը բռներից բառերով ասած։ Մենք տեսնում ենք, որ Մայր Հայաստանի աջակից Էջմիածնում հայտնի բլոգեր Օնո Հարությունյանին են այսօր Նիկոլի բառերով ասած ասֆալտին թռել։ Նիկոլ Փաշինյան, սա հայտարարություն է։ Երբ դու միջազգային հատակներում խոսում ես ժողովրդավարությունից, խոսում ես մարդու իրավունքներից, դու պետք է ամաչես նրանից, ինչը իրականացնում ես Հայաստանի Հանրապետությունում։ Դու հստակ գիտես, որ Մայր Հայաստանում գտնվող որևէ մեկը քեզնից էլ, քո խմբակից էլ չի վախենում։ Ուզում ես ասֆալտին փռիր, ուզում ես դու ասֆալտին փռվիր։ Դու միայն որ վախենում ես Էրդողանից ու Ալիևից ու պամպերս առանց պամպերս հագնելու գալիս ես Հայաստանի Հանրապետությունում, փորձում ես վախերը մեզ վրա բռնացնել։ Վախեցած ես դու, մենք չենք վախենում։ Եվ հիշեցնում ենք, սիրելիներս, որ վախենալ պետք չէ մարդակեր բռնակալից, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանը 26 թվականին հասկանում է, որ հեռանալու է քաղաքականությունից եւ փորձում է խաբել արատավորելով։ Մենք գիտենք, որ Մայր Հայաստանը ինքնուրույն կուսակցություն է, ամենամաքուր թիմն է, որի անդամները երբևէ չեն եղել բարձր պաշտոններում եւ միշտ, երբ որ ունեցել են փոքրիկ լիազորություն, եղել են քաղաքացու կողքին, բարձրաձայնել են խնդիրները եւ փորձել են պարտադրել այդ խնդիրներին լուծումներ։ Սիրելի հայրենակիցներ, եթե ուզում ենք, որ Արցախի ճակատագիրը չկրկնենք, եթե ուզում ենք, որ Էջմիածինը մնա Էջմիածին, Հայաստանը մնա Հայաստանի Հանրապետություն, ապա նոյեմբերի 16-ին շատ պարտադիր է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը ընտրություններին։ Նոյեմբերի 16-ին անպայման ձեր քվեով մերժեք քաղաքացիական պայմանագրին, մերժեք Հանրապետություն խմբակին, որը կցորդն է քաղաքացիական պայմանագրի եւ պահպանեք ազգային արժեքները։ Ճիշտ ընտրություն արեք։ Մտնելով ընտրատեղամաս, ընտրեք քվեաթերթիկներից ամենակարևորը՝ ազգային արժեքներ կրողը։ Ժողովրդի կողքին կանգնած եւ ամենամաքուր ու ինքնուրույն թիմին՝ Մայր Հայաստանի։ Հիշեցնում ենք, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկ համար 4-ն է։ Ընտրելով քվեաթերթիկ համար 4-ը, դուք փոխելու եք ձեր կյանքը դրական ուղղությամբ, զգալու եք ձեզ իշխանության տերը։ Մայր Հայաստանը ներկայացնում է ծրագրեր, որոնք ձեր կյանքը բարելավելու են, եւ դուք նորից վերգտնելու եք հայ արժանապատվությունը եւ ապրելու եք Հայաստանի Հանրապետությունում, որը ոչ մեկի առջև չի կորանում, չի խեղճանում, այլ հային վայել արժանապատվությամբ զարգացնում է տնտեսությունը, կրթությունը, գիտությունը։ Սիրելիներս, սիրելի Ծիածան գյուղի բնակիչներ, անպայման նոյեմբերի 16-ին ընտրատեղամաս գնացեք, մի ալարեք, փոխեք բոլորիս կյանքը, ազատեք մեզ այս չարիքից, այս ՔՊ-ից ու հանրապետությունից։ Հիշեցնում ենք, որ մեր քվեաթերթիկը 4-րդն է, համար 4-ը բերելու է իրական փոփոխություններ,
բերելու է եւ կենսաթոշակների բարձրացում, եւ աշխատավարձի բարձրացում, եւ փողոցների ասֆալտապատում, եւ մանկապարտեզները վաղաշաբաթ խոշորացված համայնքում դառնալու են անվճար։ Են չենք ասում, որ ջերմոցային տնտեսություններին մենակ չենք թողնելու, պետությունը իրավ կանգնելու է նրանց կողքը։ Այնպես որ իրական փոփոխությունների ժամանակն է եղել եւ այդ փոփոխություններ բերողը քվեաթերթիկ համար 4-ն է։ Մայր Հայաստան համար 4, Մայր Հայաստան համար 4։ Ձիածանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Անպայման մասնակցել ընտրություններին եւ ձեր վճռական աջակցությունը եւ սատարումը հայտնել Մայր Հայաստանին։ Ձեր ներժումը հայտնել իշխող խմբակին եւ իր կցորդին։ Դրանք պրոֆեսիոնալ մարդ բռնետողներ են։ Դրանք պարապած ցուցմունք ու դանոց գրողներ են։ Դրանք քաղաքական պայքարին ամենաճղճին գործիքակազմը օգտագործողներ են։ Ու այդ բողոքերը, որ ուղարկում են Հարությունյան Հոնոյին, տենց տերորիստներ էլի, տենց կտան բռնեցին, տենց վնասած վերցեցին, ու ամոթ ա ուղարկի, դա խայտառակություն ա, բայց ոնք ինչի վրա զարմանաս, Սարգսյան Արամը, որ իր կուսակցությունը կոչում է Հանրապետություն, հարցազրույց տալու ուրախ ասում է, գիտեք թուրքերին ինչ լավ ստոմատոլոգիական ծառայություններ կմատուցենք մենք։ Եթե այդ մարդը պատրաստ է Արցախի Գորստյան գնով թուրքերի հետ քիլվայություն անի, որ ստոմատոլոգիչսկի ծառայություններ մատուցի թուրքերին, նշանակում է իր կուսակցության անուններ պիտի փոխի Հանրապետությունից դարձնի վիլայետ։ Իրանք վիլայետ կուսակցությունն են, իրանք հանրապետության հետ ինչ կապ ունեն, իրանք հանրապետությունը ծնկի բերող են։ Ու են կարգի են իրար հետ կտրվել իրականությունից ու լկտիացել, որ որպես համայնքի կառավարման ամենախայտառակագույն դրսևորում դա բոլորի քաղաքական Երևանն է։ Որտեղ միտում է այնպիսիներ, որ գնալով կրճատվում են չզեկուցվող հարցերը, փաթեթը բերում են 15-20-25 հարց չզեկուցվողով։ Հիմա ամսի 18-ին կայանալիք Երևանի հավաքանու նիստի օրակարգ են ուղարկել քիչ առաջ, օրակարգում ընդգրկված է 10 հարց, 10-ն էլ չզեկուցվող։ Ըստ ամոթ ա, հենքա դեկորացիայի վերացեք, տեղական ինքնակառավարումը Երևանի քաղաքային հավաքանին եղել է կա եւ մնալու է քաղաքական մարմին։ Ու այդտեղ բոլորը կրելու են քաղաքական պատասխանատվություն։ Ու այդ պատասխանատվությունը բոլորի դուռը թակելու է, շատ քիչ է մնացել։ Եվ աղարշապատում, եւ համապետարական ընտրություններում դուք կտեսնեք ձեզնից ով ով է, մեզնից ով ով է, ով ինչ վերաբերմունքի է արժանանում։ Ու այդ առումով Մայր Հայաստանի հաղթական երթը պետք է լինի անկասելի։ Եվ ուրեմն Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Միացին որ փոխենք Միացին որ փոխենք Միացին որ փոխենք Eşriyasi, my Hayatan,
կվերապեք կտեսնեք լուսապատները իրական ծիածանի վեր ելնում է ձեր գյուղում, մեր քաղաքում, մեր կյանքում։ Աստված մեզ է։ Հայրենասկան կուսակցություն, Գրիժարությունը, Դավիթ Կարապետյան, Կրթության, Քրեատիվի համար 4, միացիր, որ փոխենք։ Հայրենասկան կուսակցություն, Քրեատիվի համար 4, միացիր, որ փոխենք։ Հարգելի ծիածանցիներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը, մենք վաղաշապատի ավականու ընտրություններին մասնակցում ենք 4-րդ քվեաթերթիկի ներքո։ Ձեզ կոչ եմ կանում անպայման մասնակցել ընտրությանը, որպեսզի վերջ դրվի այս ապազգային ուրացող սրբապիրծ իշխանությանը և ձևավորվի ազգային նոր իշխանություն։ Մենք շատ լավ տեղյակ ենք գյուղի խնդիրներից, ունենք դրանց լուծումները, շատ լավ տեղյակ ենք քաղաքի խնդիրներից և մեր առաջարկներն ենք ներկայացրել ընտրողներին, բայց ամենակարևորը, որ մենք առաջարկում ու ակնկալում ենք աջակցություն ընտրողներից, դա նրանց ակտիվ մասնակցությունն է և ՔՊ-ի մերժումը։ Ջորջը, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Всё, դու արդեն բնում ես կայես։ Հարգելի հետևորդներ, մենք հիշեցնեմ, որ այս պահին գտնվում ենք Ծիածան գյուղում և ընտրողների հետ ենք հանդիպում, ներկայացնենք մեր մոտեցումները։ Այսօր երկրորդ գյուղն է կա այցելության։ Այս պահին մենք իհարկե կշարունակենք Ծիածանում, բայց դադարեցնենք հեռարձակումը, քիչ անց կմիանանք արդեն մյուս գյուղից Հովտամեջից։